Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Սիրելիներ ահավասիկ, արդեն իսկ այսօր կսկսենք 40-րդ մեծ բակի շրջանին 6-րդ եւ վերջին գիրագին։ Քալշաբաթ արդեն իսկ ծաղկազարդ է։ Եվ այս գիրագին գոչված է Քալստյան գիրագի։ Այստեղ հարց տալով դիսեք, վարտաբեդ երբ Քալստյան եւ գամ Կալուստ բառը գօգտագործենք, կհասկանանք Քրիստոսի Կալուստը աշխարհ։ Բնական է, որ պատահեցավ 2000 տարիներ առաջ։ Եվ գամ նկատի ունենք անոր երկրորդ Կալուստը, որ արդեն իսկ 2000 տարիներ է վեր բոլոր մարդկությունը մինչև մեր օրը այս օրերուն կսպասե։ Երբեմն հավատքով եւ երբեմն ալ դարագույսով պիտի կա, թե պիտի չի կա։ Ճիշտ է, թե ճիշտ չէ։ Իսկ ինչու մեր եկեղեցու հայրերը ուզած են 40-րդ մեծ բակի շրջանի 6-րդ գիրագին, որը այսօր գոչել Քալստյան գիրագի, Կալուստի գիրագի։ Սիրելիներ, մենք որպես մեգական քրիստոնյա հավատացյալներ աշխարհեկած ենք մեկ նպատակով։ Աշխատիլ մեր հոգիներու փրկությանը համար։ Ամեն ինչի մասին կմտածենք, բայց կմոռանանք մեր հոգիներու փրկությունը։ Որպես երբ սպասյալ բահը եւ կամ ժամը հասնի, արժանի լանք վայելելու երկինք արքայությունը։ Բրսեք, վարտաբեդ կսպասենք երբ է, ուր է, ինչպես է, օրը, ժամը։ Քրիստոս ինչ կսե։ Ոչ ոք գիտե օրը եւ կամ ժամը։ Այդ ես մենք խնդրված է պատրաստ լալ։ Իսկ ինչպես կարող եմ պատրաստվել այս աշխարհի մեկնումից օրվան եւ կամ թիմավորելու Քրիստոս երկրորդ Կալուստը, որ գրնա բադահիլ ովև մեկ մեջ սպասած բահուն։ Այսօր արդուն եմ, կշնչեմ, մեկ ժամ վերջ ինձ ինչ կսպասի չեմ գիտեր։ Ճամփաները միջոցները շատ են սերներ։ Տեսնենք, թե մեր այսօրվան ավետանի հատվածը զոր քաղված է Մատթեոս ավետանիչեն 22-րդ գլուխ 34-րդ համարեն 23-րդ գլուխ մինչև 13-րդ համարները մեզ ինչ կբահանջի լավ պատրաստվելու համար։ Շատ նյութեր կար մեր այսօրվա ավետանի մեջ, բայց մի դառնի միայն երկու կետեր։ Առաջինը գսե Սիրեք ու դեր Աստվածդ ամբողջ սրտովդ, ամբողջ հոգիովդ եւ ամբողջ մտքովդ։ Ինչպես միշտ, նաեւ այսօր սիրելիներ, մեր ավետանի հատվածը մեզ կհրավիրե սիրելու։ Այսօր սիրո տեսակները շատ են, բայց թույլ տվեք ասեմ, որ ամեն սեր չէ։ Մենք հրավիրված ենք սիրելու, որու մեր Տեր Աստուծո, Ստեղծիչին, որ է հայր եւ մեր էության միակ պատճառը։ Եթե Աստված չլար, մենք ինչպես գոյություն պիտի ունենայինք։ Ոչ թե մագերեսային սեր, այլ նախ սրդով սեր։ Երևակայեցեք ոչ մեր սրդերը պետք է մաքուր լալ, որ կարենան իսկական սերով զասված սիրեն։ Եվ այդ սիրտը, որ ունենք, որ ադուր մասին չենք մտածեր, է փափախումի եւ կյանքի կորձիկը, ամեն ինչ հոստեղ են կսկսի։ Զասված դարձնել մեր սրտին փափախման պատճառը։ Արդու երբ որ արդնամ, ասեմ, Աստված իմ այսօր սիրտս թող զարնե քու պարկիդ համար, քեզի համար։ Հոգիով սեր, ոչ թե միայն սրտով սեր։ Հոգիով սեր։ Չմոռանանք, որ մեր հոգիներուն դերը միայն Աստված է։
Չհանցնենք մենք մեզ եւ մեր հոգիները չարին եւ անոր ծրակիրներուն։ Ոչ թե միայն սրդով հոգիով սեր, այլ նաեւ մտքով սեր։ Մեր միտքերը եղած է մտածելու միայն Աստծո մասին եւ թե ինչպես պիտի կարողանանք լավ պատրաստվել թիմավորել երկինքի եւ երկրի դերը։ Եվ ամենակարևորը, որ գմորնանք, երբ գանքնենք Աստծո արտա Տղաստանին հարաճ, ինչ բալասխան պիտի դանք, որպեսզի մենք մեզ արդարացնենք։ Գիտեք, երբ մեզ համար կյանքը կգարձենք գադակ է, հեքիաթ մնե։ Գմերնիմ ամեն ինչ կվերջանա, բայց կմորնա, որ ինձ կսպասի հավդինական Տղաստանը, որ չի նման իր աշխարհի Տղաստանին։ Սիրելի քույրս եւ եղբայրս, ես ինչպես պիտի արտարանամ Քրիստոսի երկրորդ քալսյան օրը, երբ սեր չունիմ։ Եվ ամենակարևոր, երբ այս սերը չկործե սրտիս, հոգիս եւ մտքիս մեջ։ Այսօր գտեսնեք, չէ՞ պատերազմները, որ գաբրինք մեր շուրջը, գփավե հերադեսիլը բանակ, կամ ինտերնետը բանակ, գտեսնեք հրթիռները, որ գտրին, պատերազմները, որ տեղի ունենան։ Այսօր սերգը, դժբախտաբար, բաշտոնի սեր, նյութական սեր, կրբանի սեր, եւ անորամար այս պատերազմները տեղի ունենան։ Գսե չէ, Քրիստոս, ձարը գկիտնակ իր բդուղեն։ Ինչ բդուղ գուդա, այդպես է, որ գահասկնանք ինչպիսի ձար մնե։ Երկրորդ, սիրեն գերդ քո անձիդ պես, ոչ թե միայն զասված, հոգիով, մտքով եւ սրտով, այլ նաեւ սիրես կունգերդ քո անձիդ պես։ Այսօր սիրեներ, եւ դժբախտաբար սերը կոչնչանա մեր հասարակություններն եւ ընկերային միջավայրերն։ Այսօր ես ինձ ավելի կսիրեմ քան թե ուրիշին, քան թե թիմացինիս։ Ես ինձ ավելի կսիրեմ քան թե հարազատիս։ Ես ինձ ավելի կսիրեմ քան թե բարեկամիս։ Այսօր բարեկամ չի գա։ Այսօր իմ բարեկամս գախում ունի իմ շահերս, դժբախտաբար։ Այսօր ես ինձ կսիրեմ ավելի քան թե իմ գողագիցիս։ Այսօր ես ինձ ավելի կսիրեմ քան թե զավակներուս։ Այսօր ես ինձ ավելի կսիրեմ քան թե գործընկերներս եւ կամ մարդ արարածը առհասարակ։ Մեգումը չեմ հանդուրժեր, մեգումը չեմ սիրեր, ես եմ։ Սիրելիս, ինչպես կնաս ասել, թե կսիրես զասված, եթե ոս բոլորի թարցնեմ մեգա թե Աստծո չի սիրեր, բնական է, բոլոր սպիցենք մենք կսիրենք զասված։ Բայց ըսկուշ, ինչպես կնաս ասել, թե կսիրես զասված, բայց չես սիրել անոր ստեղծագործությունները։ Մենք երբեմն իրարու չենք հանդուրժեր։ Հիշենք, որ բոլորս Աստծո ստեղծագործություններ ենք։ Աստված մեզի ստեղծած է։ Երբեմն դունեն դուրս պիտի կամ գործի երթալու, արդու թիմացս տրացիս կհայտնվի։ Ասեմ նորեն թիմացս ելավ։ Կամ գործի երթամ։ Գործընկերներս թիմացս կեցած նորեն ասոնք թիմացս այսօր։ Այստեղ հարցալով պիտի իսեք լավ վարդապետ, ինչու այս բոլոր բաները այսօր կպատահի մեր ընկերային կյանքի մեջ։ Ինչու այսօր ադելություն կա, շատ։ Ինչու այսօր պատերազմ կա։ Ինչու այսօր անձնական շահեր եւ խաբեբայություններ կան։ Պատասխանը շատ բարձ ու հստակ է սերներ։ Որովհետեւ այսօր մարդը գործընծուցած է զասված եւ զասված գործընծնելով կգործընծնի նաեւ սերը։ Սեր չունիս, ըրածդ բոլոր բարավի է։ Եվ սերը գործընծնելով գշահիս եսասիրությունը։ Եվ եսասիրությունը շահելով կգործընծնես քու մարդկությունըդ, ինչպես նաև Աստծո նմանությունը եւ պատկերը զորդված է մարդուն իր ստեղծագործության բահոն։
եւ գտարնա չարին ցերկի մեջ կորձի կադրելու միայն չարությունը։ Այս բոլորին հետ սերներ ինչ կզնանք եզրակացնել։ Մարդը սկանչված է սիրելու ամեն ինչի առաջ։ Մաքուր սեր։ Եվ որպեսզի սերը ունենա, պետք ունի Աստուծո։ Եթե մաքուր սեր գուզես, աղբյուր գուզես, որ է Աստված։ Եվ երբ ունիս Աստված իր մեջ, կնշանակի պիտի կործե միայն բարին եւ Աստծո գամքը, որով արժանի պիտի լա նախ դիմավորելու Քրիստոս երկրորդ քարոստը եւ երկրորդ վայելելու երկինքի բարն ու հավիտենական ուրախությունը։ Փագելու համար Ավիդանը գսե թե ոչ ոք գիտե օրը եւ ժամը, հետվաբար սերներ ունենանք մեր մեջ զասված, որովհետեւ միայն ու միայն սերեմ մղված կործենք եւ ապրենք մեր այս կյանքը այս աշխարհի վրա։ Ամեն։